ինձ մի հատ միտք ասելու, որ շատ լսում էի բոլոր մեր գործընկերներին, մի հատ թակարդ կա, մեր խոսքը մեզ գացում, մեզ թվում է, որ ես սկզբում դրա մասին խոսեցի, որ հաջողության նախապայմաններից մեկը ընդդիմություն գաղափարի արագ փոխելն է։ Ընդդիմությունը այն ծավալն է, որը չի համակերպվում այս իրականության հետ, եւ ընդդիմությունը շատ լայն եւ լավ հասկացություն է։ Մեզ մոտ մի հատ թակարդ կա, մենք պատկերացնում ենք, որ ընդդիմությունը ինչ-որ միտեղ մի սրահում նստած ինչ-որ ուժեր են, 1-2 կուսակցություն, իրանք լավ չեն աշխատում կամ այս չեն անում, այդ հին նարատիվը, որը վերջացել է։ Եվ ինչքան շուտ մենք դա վերջացնենք, շատ կարևոր է։ Այստեղ նստած են մարդիկ, որոնք ներկայացնում են տարբեր նոր ձևավորված ուժեր, նոր ձևավորող եւ կան 10 անգամ ավելի շատ մարդիկ, որոնք որևէ ուժ չեն ներկայացնում, բայց որպես քաղաքացի այնքան գրագետ ու այնքան պարկեշտ են պահել վերջի 4-5 տարին, 6 տարին եւ ես ուզում եմ ասել, որ ընդդիմությունը իրենք են, մենք ենք։ Հա, եթե մի հատ շարժում լիներ, որ կարելի է ասել ընդդիմությունը ես եմ, նայա կողքինս է, մյուսն է, մենք ենք, մենք ովքեր ուզում ենք այս երկրում ապրենք ու բան փոխենք։ Երբ որ ես միտեղ եմ, մի հատ հետաքրքիր քննարկում էր, ասում էին, լավ, երբ որ քաղաքացին լսում է, որ իր ընտանիքը ամեն օր շնչում է քաղցկեղածին օդ եւ չի ընդվզում, բայց մարդուց ինչ պահանջ է։ Ես մի հատ հարց տամ, իսկ որ քաղաքական միավոր է թեման վերցրեց, սարքեց խնդիր, մարդուն բացատրեց ինչ է նշանակում ամեն օր լսել օդի թույլատելի շեմը մի քանի անգամ գերազանցող օդ շնչել, ով մտավ քաղաքացու հետ խոսակցության, ով հանեց վիճակագրություն նայեց եւ այլ, չեն անում, մեզ մոտ թվում է, թե ընդդիմադիր գործունեությունը այնա, որ կանգնես ասես, այս իշխանությունը լավը չի, դավաճանա, թուրքա չգիտեմ ինչ, եւ իդեպ դա հիմ պատմություն է, առաջ էլ է տենց եղել, շատ 90-ից տենց է, 91 թվականից տենց է։ Ես իսկապես առաջարկում ես պատմական փուլում, քանի որ մենք բոլորս ընդունեցինք, որ սա Հայաստանում ապրելու մասին ընտրություն է, փոխենք ընդհանրապես 100 տարվա համար փոխենք ընդդիմության հասկացության որակը։ Ընդդիմությունը այնը, որ սպասարկում են օրակարգը, այն օրակարգը մարդկանց հուզում է։ Հիմա մենք 6 հոգի ստեղ նստած խոսում էինք այն օրակարգից, որոնք մարդկանց հուզում են տարբեր սոցիալական խմբերի։ Շատ շնորհակալություն մեր գործընկերներին, որտեղ առանց իրենց մեր խոսքը տեղ չի հասնի։ Իրանք դուք անում եք իսկապես անկեղծ եմ ասում, մի խումբ լրատվամիջոցներ կան, անում եք բարձր պրոֆեսիոնալ, շատ կարևոր աշխատանք։ Հիմա մենք իրար հետ ձեռ տված պիտի այս անենք։ Ինձ համար թիվ 1 խնդիրը տեխնոլոգիական, որ այն մարդիկ, ովքեր պահել են իրենց պարկեշտ, իսկ մենք մի քանի տասնյակ, մի քանի հարյուրներ հանրային կյանքում, հանկարծ չասեմ մենք հեռու ենք մնում էլեկտորալ պրոցեսներից, մենք չխառնվենք, մեզ չի հետաքրում քաղաքականությունը, սա քաղաքականության մասին չի էս ընտրությունը։ Սա իսկապես Հայաստանում ապրելու մասին ընտրությունը, ես այդ գրագետ պարկեշտ մարդկանց ներառյալ այս 5-ս, 6-ս, մենք իսկապես պիտի ասենք, մենք ակտիվ մասնակցություն պիտի ունենանք։ Ընտրությունը այն չի, որ ընդդիմությունը այն չի, որ ինքը իրեն հռչակել է կամ ինչ որ իրավիճակի բերումով տենց հաստատվել, չէ։ Ընդդիմությունը այն հասարակ մարդիկ են, որոնք նայելի ասած ոչ դուրսը տուն են առել, որ փախնեն առաջին իսկ որ տանգի դեպքում, ոչ ովքեր ուզում են իր երեխու հետ, իր ընտանիքի հետ ապրել այս երկրում, որին այս երկրի հետ կապում է ինչ-որ բան։ Այս ընտրությունը այս երկրի մասին է լինելու։ Իսկապես շատ հետաքրքիր է այս քննարկումը, շատ հետաքրքիր։ Ես կուզեմ ենք հետևություն անենք բոլորս եւ որպես ռետրանսլատորներ մեր միջավայրում այս միտքը փորձենք տեղ հասցնել։ Շնորհակալություն, ամփոփիչ խոսքի համար, խնդրեմ, այսպես վերջից սկսենք։